Տեսնենք ինչ իրադարձություններ է սպասվում երկորյակներին ամբողջ ապրիլ ամիսը։ Էներգիաները երկորյակների համար, սիրելի երկորյակներ, ամբողջ ապրիլ ամիս, անձնականը, գործնականը երկորյակների ապրիլ ամսին, ֆինանսները, առողջականը, արդյունքում ինչ կստանաք եւ խորհուրդ։ Սարը կլինեն ձեր էներգիաները ամբողջ ուրեմն ապրիլ ամիս, կարիերան կմտահոգի ձեզ, գործնականը, ֆինանսները, սիրո շատերի մոտ կզգաք չգնահատված, իսկ որոշ մարդկանց մոտ կարդինալ գլխիվայր փոփոխություններ, որը խոստանում է ձեզ ուրեմն զոհի քարտը, կախված մարդը, ինչ վերաբերվում է որոշ մարդկանց մոտ էլ այդ կարդինալ փոփոխությունները ինչ-որ մեկի կարմիկ, որ պետք է հայտնվեր ձեր կյանքում անձի հետ է կապված, սա ճակատագիր չի, այլ կարմիկ դասը լինելու հետագայում միանաք բաժանվեք, բայց դուք կարող եք հակառակը մտածեք, որ կարող է դա ճակատագիրն է բերել, ոչ, եւ անձը ձեզ հետագայում չեմ էլ տեսնում, որ կարող եք գնահատել։ Ինչ վերաբերվում է գործնականին, այստեղ գործնականում, եթե կանգ առեր, հնարավոր է վդրուկ հայտնվում են ձեր ում հետ դուք աշխատել եք նախկինում, ճանաչել եք, միգուցե հիշեցում կարող է լինի, եթե աշխատանք ինչ որտեղ համար եք թողել, կարող է զանգահարեն ձեզ հիշեցնեն, որպեսզի գնաք աշխատեք։ Եվ մարդիկ, ովքեր անցյալի հետ կապ ունեն, կարող են հայտնվել գործնականի հետ կապված պրիատնի սյուրպրիզ, այսպիսին փոփոխություններ գործնականում, իսկ ինչ վերաբերվում է ֆինանսներում, այստեղ ֆինանսների հարցում ինքից զգուշ եղեք, որովհետև դուք ունեք ոչ այնքան խոչընդոտների մասին այստեղ խոսում, ովքեր կարող են գաղտնի ձեր մեջքի հետևում ինչ-որ գործողություններ անեն, այստեղ զգուշ եղեք, որ խակերներից, զգուշ եղեք, որ ինչ-որ տվյալներ չտաք, որ հետո ձեր գումարները չկորչեն, հետո չհասկանաք ինչ է կատարվում, դա կարող է հաշվարկների հետ կապ ունենա, հաշվապահության եւ այլը։ Ինչ վերաբերում է առողջականի հետ կապված, այստեղ սառնության հետ է կապված, իմ շունիկը հուշում է ինձ ինչ կախապեսեմ ձեզ, խուլիգան։ Եվ այստեղ առողջականը ինչ կա գլխում, գլխացավեր, անքննություն, դրա հետ է կապված լինում, իտոգում ինչ կստանաք լավ քարտ է, ինչ որ բան կավարտվի ի օգուտ ձեզ բոլոր սֆերաներում, եթե ինչ-որ բանից պետք է ազատվեք, ուրեմն այդպես էլ պետք ուրախացեք։ Խորհուրդ ձեզ, դուք կանգնել եք բարդ ընտրության առաջ, ընտրությունը ձերն է։